Նախագահի շրջայցի առաջին կանգառը Նորագյուղը Մայրուղուն կապող ճանապարհին էր, այստեղ ճանապարհաշինության նոր տեխնոլոգիա է օգտագործվել։ Ճանապարհը խճային հիմքով մշակվում է բուլդոզերով, հարթեցվում է ավտոգրեյդերով, որից հետո արդեն իրականացվում է ծածկի աշխատանքները 20 սանտիմետր հաստությամբ կոպչային ծածկի աշխատանքն իրականացվում, որից հետո արդեն 10-20 ֆրակցիայի սանտիմետր ֆրակցիայի եւ ավազի հետ 50-50 համամասնությամբ խառնուրդով ստանում ենք այդ խճավազային հիմքը, որ արդեն փռելով, ջրելով եւ ավտոգլդոնով խտացնելով ստանում ենք արդեն նոր այդ ճանապարհի հիմքը։ Պատասխանատուների առաջին տպավորությունը դրական է։ Նոր տեխնոլոգիայով կառուցված ճանապարհահատվածը շահեկանորեն տարբերվում է ավանդական խճապատված ճանապարհներից, սակայն այդ ճանապարհի կառուցումը խճապատումից ավելի շատ ծախսեր է պահանջելու, այնպես որ արդեն կառուցված ճանապարհահատվածի հնարավորությունները գնահատվելու են ևս մեկ անգամ գարնանային հեղեղումներից հետո։ Դրական եզրակացության դեպքում հանրապետությունում տեղական նշանակության ճանապարհները կսկսեն բարեկարգել նոր մեթոդով։ Ճանապարհների հարց կա նաև մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասում, այստեղ է նախագահի հաջորդ կանգառը։ Բնակիչները թաղամասի խնդիրներն են թվարկում։ Առաջին տեղում աղբանոցի խնդիրն է, քաղաքային աղբանոցը թաղամասի հարևանությամբ է գտնվում։ Աղբանոցը ոչ միայն դպրոցին է նեղություն տալիս, այսպես ասած, այլ նաև Աջափնյակի բնակիչներին։ Առավոտյան մարմնամարզության ժամանակ երեխաների մեծ մասը աղբանոցի հոտից իրեն վատ է զգում։ Նախագահը խնդրին քաջատեղյակ է։ Աղբանոցի կառավարումը պետք է իրականացներ անցկացված մրցույթում հաղթած կազմակերպությունը, ստեղծելով աղբի վերամշակման հնարավորություն եւ մոտ 2 տասնյակ աշխատատեղ։ Այդ կազմակերպությունն իր պարտավորությունները չի կատարել։ Աղբանոցի կառավարումը փոխանցվել է Ստեփանակերտի քաղաքապետարանին, տալով նաեւ նոր հաստիքներ ավելացնելու եւ նոր տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն։ Հիմա այդ աղբանոցը կառավարության որոշմամբ համապատասխան հանձնվեց քաղաքապետարանին, սահմանակրում համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, համապատասխան տեխնիկական միջոցներ կառավարությունը հատկացրեց եւ սահմանակրումը առաջիկայում սկսում է իր աշխատանքները այդ տարածքում եւ համոզված ենք, որ այնտեղ սահմանված սանիտարական վիճակ կապահովվի։ Եթե այս լուծումը չբավարարի եւ սպասված արդյունքը չտա, աղբանոցի տեղը փոխվելու է, խոստանում է Բակո Սահակյանը։ Աջափնյակը երիտասարդ թաղամաս է, այս տարի 3 շրջանավարտ են ունեցել եւ առաջին դասարան ընդունել 12 աշակերտ։ Թվերը հպարտությամբ է ներկայացնում դպրոցի տնօրենը։ Մտահոգությունները այդ թվերից են ածանցվում։ Աջափնյակում մանկապարտեզի հարցն են առաջնահերթ համարում։ Մոտ 4 տասնյակ նախադպրոցական տարիքի երեխաներ կան թաղամասում, նաեւ դպրոցի կոսմետիկ վերանորոգման հարցն է բարձրացվել։ Դրանք կլուծվեն մոտ ապագայում, խոստանում է քաղաքապետը։ Հեռանկարային զարգացման տեսանկյունից մանկապարտեզը նույնպես անհրաժեշտություն է։ Ինչ վերաբերում է շենքի տանիքին եւ սպորտ դահլիճի կահավորման հարցերին, նույնպես հարցեր են, որոնք օրակարգային հարցեր են, առաջիկա 1 տարվա ընթացքում այս խնդիրները իրենց լուծումը կստանան։ Եթե ծնելիության ցուցանիշները աճեն, Աջափնյակն ավելի մեծ ուշադրության է արժանանալու, խոստանում է նախագահը եւ խոստումը ամրապնդում նոր առաջարկով, որը ըստ էության նոր ծրագրի սկիզբ է դառնալու։ Հետայսու Աջափնյակում ծնված յուրաքանչյուր նորածին միանավագ 1000 ամերիկյան դոլար կստանա պետական նպաստներից բացի։ Նորեր Հովսեփյան, Մեհեր Մկրտչյան, օր։